Հայաստանում առաջին աղոթքի նախաճաշի միջոցառման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Հանրապետության նախագահը։ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին նշեց, որ այդ նախաձեռնությունը կարևոր եւ խորհրդանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական եւ հոգեվոր կյանքի ներկայացուցիչներին, ընդգծելով, որ այս կերպ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլև բարոյական եւ հոգեվոր հիմքերով։ Հայաստանը որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից եւ արժեքներից։ Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլ համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով որ կայուն է նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը եւ պատասխանատվությանը նվիրված գաղափարները։ Նախագահն ասաց, որ մեր տարածաշրջանը կանգնած է խաղաղության նոր հնարավորությունների առաջ եւ այդ ճանապարհը պետք է կառուցել ոչ թե պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության եւ բարոյական արժեքների վրա, եւ որ այսպիսի հարթակները հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատամքները կարող են միավորել մեզ հանուն համերաշխության։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Մաղթում եմ նաեւ արդյունավետ քննարկումներ։ Հույս ունեմ, որ այսօր եւ վաղ այդ քննարկումները իսկապես կլինեն արդյունավետ։ Համաժողովը կազմակերպվել է հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից։ Կազմակերպիչների խոսքով այս նոր ձևաչափով միջոցառումը նպատակ ունի խթանել երկխոսությունն ու համագործակցությունը, դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության եւ կրոնական ազատությունը։ Միջոցառումը հոգեվոր է եւ շեշտադրումը անձնականի եւ հոգեվորի վրա է, այն ապաքաղաքական է, ոչ հարանվանական, այսինքն բոլոր կրոնական ուղղություններից, բոլոր կրոններից ազատ են, որպեսզի գան մասնակցեն։ Նաև մենք հատկացրել ենք մի ժամանակ, մի սեգմենտ, որտեղ կարելի է նաև քննարկել առօրյա խնդիրներ, հարցեր կլինեն հասարակության առնչվող, քաղաքականության առնչվող։ Հատուկ հրավիրված բանախոսների թվում են հոգևոր առաջնորդ եւ բազմաթիվ գրքերի հեղինակ Ջիմ Գարլոուն, ինչպես նաեւ Մարիամ Իբրահիմը, կրոնական հալածանքներ կրած անձ եւ մարդու իրավունքների պաշտպան։ Այսօրվա պանելային քննարկումները կրում էին միջազգային կրոնական ազատություն, բիզնես եւ բարոյականություն, Թրամփի ուղի, կանայք, խաղաղություն եւ անվտանգություն, ընտանիք, հավատք եւ արժեքներ խորագրերը։ Ես չեմ ուզում, որ մենք դիսկրիմինացիա դնենք ոչ մի առումով եւ իմ խնդրի բարձրացնումը հենց այդ խտրականության ու տարբերակման դեմ պայքարն է։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք հավասարապես սիրենք եւ ընդունենք, արժևորենք եւ մեր աղջիկ երեխաներին եւ մեր տղաներին եւ ընդունենք, որ ընտանիքը պետք է կազմվի այդ երկուսի ծնունդից։ Եվ Աստված այդ հարցը ինքը շատ լավ կարգավորում է, մենք պետք չի որ մեջտեղ այդտեղ ընկնենք։ Տիգրան Վակմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։